Բացարձակ այլևս էական չի, թե այս կամ այն հարցի վերաբերյալ ինչ հայտարարություններ կանի Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, որ այս երեքը օկուպացրել են քաղաքական դաշտը ու քաղաքական միտքը եւ նախընտրական ամբողջ կամպանիան գնալու է այս երեքի շուրջ ու իհարկե նաեւ դրան գումարվում է նաեւ Սամվել Կարապետյանի նոր ստեղծվելիք ուժը, այս քաղաքական ուժերը իմ գնահատմամբ ընդհանրապես անկեղծ չեն, այս բոլորը միասին վերցրած բացարձակ չեն սիրում Հայաստանը, այս մարդիկ սիրում են ամեն մեկը իր շահը, իշխանության դեպքում դա իշխանություն պահելու անհակ ցանկությունն է, Քոչարյանի դեպքում սեփական կապիտալը պահելու եւ ընդհանրապես իր ասուլիսից էլ բացարձակ տպավորություն չկա, որ ինքը լուրջ քաղաքական հայտ է ներկայացնում եւ ուզում է ինչ-որ փոփոխությունների գնալ։ Սերժ Սարգսյանի պարագայում ընդհանրապես, չգիտեմ, Սերժ Սարգսյանը կարծես թե 10 տարի իր կառավարման ընթացքում է ծաղրել հայ ժողովրդին, մի հատ էլ կառավարումից հետո 7 տարի է ծաղրում հայ ժողովրդին, իր տարբերես իմպիչմենտի գործընթացներով եւ այլն, ու ասենք, չգիտեմ, իսկապես քաղաքական դաշտը վերածվել է զավիթ